Քիչ առաջ բերման ենթարկվեց Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ Այս մասին Facebook-ում հայտարարել է նույն կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ Գոհար Ղումաշյանը նորացին երեխայի մայր է, ել չբացատրենք, թե ինչ անհեթեթ ու ապօրինի հիմքերով է գործընկերուհուս նկատմամբ նման ճնշումը։ Նշել է Մելոյանն ու հավելել, որ Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։ Ակնհայտ է, որ այստեղ իրավական գործընթացի հետ բնավ գործ չեն կարող ունենալ, ասեմ ավելին, այն դրվագները, որ հայտարարում մեզ հետ կապում են, բոլորի հետ կապված իրավական այնպիսի բացահայտում զարգացումներ են եղել, նախաքննության արգելքով պայմանավորված շատ գործընթացների հետ կապված չեն կարող անդրադառնանք, բայց մի պնդում կարող եմ անել, սա մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն է։ Դուք տեսաք, մեր հանրային աջակցությունը, բազմահազարանոց հանրահավաքը ու ակնհայտ էր, որ որոշակի հետևանքներ պետք է ունենա, այդ հերթական ջղացությունների դրսևորումներն են։ 24 News-ի տեղեկություններով Գոհար Ղումաշյանի հետ այլ բերման ենթարկված եւս կա կրկին կին, նրանք գտնվում են հակակոռուպցիոն կոմիտեում։ Սիրելի հայրենակիցներ, Ազգային բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը առաջնահերթ կարգով քննելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Վաղը տեղի է ունենալու Կարապետյանի դեմ բացված գործերով առաջին բաց դատական նիստը։ Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավարի փաստաբանները պնդում են, որ ընտրությունների պատրաստվող քաղաքական ուժի լիդերը զրկված է թիմակիցների հետ ներկուսակցական հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից, քանի որ տնային կալանքում է շփման շրջանակը խիստ սահմանափակված է։ Յուրաքանչյուր ժամ այլևս էական նշանակություն ունի Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից։ 2026 թվականի ապրիլի 21-ին Ուժեղ Հայաստան կուսակցությունը հրավիրել է համագումար եւ առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին, որովհետեւ կուսակցության նախագահի մասնակցությունը առանցքային է։ Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում։ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը չողջունելու Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքից հետո սկսված հետապնդումները փաստաբանները քաղաքական են շարունակում համարել եւ շեշտում են, որ մի քանի գործերը, որոնք իրավապահ մարմինները բացել են ազգային բարերարի դեմ, մեղադրող կողմը չի կարողանում ապացուցել եւ այդ մասին արդեն կան դատական ատյանների որոշումներ։ Վճռաբեկ դատարանը այս քաղաքական հետապնդման պայմաններում ներկայացված մեղադրանքներից մեկի վերաբերյալ ասել է, որ հիմնավոր կասկած ընդհանրապես չկա։ Մյուս մեղադրանքի վերաբերյալ ասել է, որ այն գտնվում է ծայրահեղ ցածր մակարդակի վրա, նույնն էլ կոչի դրվագի հետ կապված կարծում եմ միայն բոլորի մոտ ժպիտ է առաջանում, որովհետև մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը հիշեցման կարգով Հայաստանի Հանրապետությունում ըստ քննչական եւ դատախազության մարմինների հանդիսանում է իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Հիմա այս 3 մեղադրանքների տեսանկյունից ամփոփելով ընդգծենք մեկի վերաբերյալ վճռաբեկ դատարանը ասել է գործը կարճեք, դադարեցրեք վարույթը, մի զբաղվեք դրանով, ամոթ է։ Մյուս դրվագի վերաբերյալ ասել է շատ ցածր է ենթադրյալ հիմնավոր կասկածը, եթե չեք կարողանում ամրապնդել, կրկին դադարեցրեք հետապնդումը, մի ծանրաբեռնեք հակակոռուպցիոն դատարանը։ Իսկ կոչի դրվագի վերաբերյալ քաղաքական հետապնդման տրամաբանության ներքո ինչ ասենք, այստեղ իրավաբանությունը ընդհանրապես չի գործում, կարող ենք պարզապես փակել ամբողջ իրավաբանությունը ընդհանրապես։ Իդեպ այսօր Ուժեղ Հայաստան կուսակցությունը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է տնային կալանքում գտնվող ազգային բարերարը տեսանկարահանել իր շաբաթօրյա ուղերձը։ Կադրերում երևում է, որ նկարանող խմբի դերում Կարապետյանի ընտանիքի անդամներն են, նաև փաստաբան Արամ Վարդևանյանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ, հայտնել է մեր երկրի արտգործնախարարությունը ու նշել, որ հանդիպան ընթացքում դիվանագետները քննարկել են մայիսին Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստական աշխատանքների հարցերը։ Արարատ Միրզոյանը եւ Կայա Կալասը անդրադարձել են նաեւ ժողովրդավարական դիմակայության ամրապնդման ուղղված նախաձեռնություններին, համաձայնություն ձեռք բերելով ժողովրդավարական գործընթացներին աջակցող մեխանիզմների արդյունավետության ապահովման շուրջ։
Դատարանը անփոփոխ է թողել Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, մերժելով դատախազության միջնորդությունը կալանավորման վերաբերյալ։ Պաշտպան Արսեն Բաբայանը մեկնաբանելով դատական նիստի ընթացքը նշել է, որ դատախազության դիրքորոշումը զուրկ էր իրավական հիմնավորումից եւ տրամաբանությունից։ Դատարանի բակում Արշակ Սրբազանն էլ տեղի ունեցող գործընթացը որակել է որպես քաղաքական հետապնդում եւ ուղղակի միջամտություն եկեղեցու ներքին գործերին։ Խափանման միջոցի ընտրությունը որևէ խնդիր չի լուծում։ Գործը ինքնին քաղաքական գործ է։ Խնդիրն այն է, որ նման օրինակ գործելավոճ որդեգրվում է այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք անդիմախոս են ներկա գործող իշխանությանը, այլախոհության համար քրեական գործեր են կարում։ Եվ սա այդ դրսևորումներից մեկն է։ Բոլորս Դավիթ Մինասյան ենք պաստառով շարունակվում է մայրերի նստացույցը դատախազության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են փոփոխել 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը։ Նստացույցի նախաձեռնող Սաիդ Ապողոսյանը երեկ հայտնել էր, որ այն կիրականացնեն մեկ շաբաթ, առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան 20:00-ն։ 18-ամյա Դավիթ Մինասյանին Նայիրի բժշկական կենտրոնից տեղափոխել են Աբովյանի քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել էր փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Դավիթ Մինասյանը կալանավորվել է ապրիլի 1-ին, նա մարտի 19-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակիցներից մեկն է։ Դպրոցական Դավիթին մեղադրում են խուլիգանություն եւ պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությունը միջամտելու համար։ Իդեպ փաստաբանը նշել է, որ Դավիթին տեղափոխել են անվասայլակով, քանի որ ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում։ Արցախյան պատերազմի մասնակից Անաստաս Իսրայելյանն ու Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը դիմում են ներկայացրել գլխավոր դատախազություն, պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել արցախահայության, մասնավորապես արցախցի կանանց եւ մայրերի հասցեին վիրավորական ու ատելության խոսք տարածող անձանց։ Նախաձեռնության հեղինակները շեշտել են, որ հասարակության մեջ առկա պառակտումն ու նմանատիպ հակահայկական դրսևորումները պետական մակարդակով հովանավորվելու կամ անպատժելիության մթնոլորտի հետևանք են։ Ըստ Անաստաս Իսրայելյանի, եթե իրավապահ համակարգը օպերատիվ կերպով չարձագանքի այս դեպքերին, ապա դա կհաստատի այն կասկածները, որ գործընթացը ուղղորդում են հենց իշխանությունները։ Հայ տղամարդիկ լինելով մենք միշտ պաշտպան ենք կանել մեր մայրերին, մենք միշտ պաշտպան ենք կանել մեր քույրերին ու մեր, որ ասում է, կանանց։ Այսօրվա իրավիճակը հերիք չի կարելի տես բաներ ասած, բայց հաշվի առնելով, որ պետական մակարդակով մարդիկ այդ արտահայտությունները արել են, մնացել են անպատիժ, հենց առաջին պետության ղեկավար համար մեկը, հենց երկրորդ ղեկավարը, եթե այդ մարդիկ թույլ են տվել արցախայության նկատմամբ արտահայտություններ ու մնացել են անպատիժ, այս սա դրա հետևանքներն է։ Արցախը Հայաստանի զավակն է։ Մենք էլ այսօր այդ զավակի պտուղներն ենք։ Այսօր չի կարելի այդ ձևի վերաբերմունք ցուցաբերել հայ ազգի մեջ կամ հայ ժողովրդի նկատմամբ։ Սա կապ չունի արցախահայության մայրերին, սա ընդհանուր մեր մայրերի հետ կապված բոլորիս մայրերի մասին է խոսքը գնում, որովհետև մի ազգ ենք ժողովուրդ, մի ազգ ենք, վերջը հասկացեք, այս ազգի մեջ մենք կարանք մի հատ համերաշխության մթնոլորտ ձևակերպենք։ Իրանի եւ Ֆրանսիայի նախագահները հերոսով քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներն ու հրադադարի հասնելու հեռանկարները։ Մասուդ Պեզեշքյանը խիստ նախազգուշացրել է, որ Հորմուզի նեղուցի անվտանգությանը սպառնացող ցանկացած քայլ կհանգեցնի ծանր հետևանքների համաշխարհային առևտրի համար։ Նա պարզաբանել է, որ Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական արդյունքի չեն հասել ամերիկյան կողմի չափից մեծ պահանջների եւ քաղաքական կամքի բացակայության պատճառով, թեև իրանական պատվիրակությունը գործել է բարի կամքով։ Պեզեշքյանը հորդորել է Եվրոպային կառուցողական տեղ խաղալ ԱՄՆ-ի միջազգային կանոններին վերադարձնելու հարցում։ Էմանուել Մակրոնը կոչ է արել վերսկսել կասեցված բանակցությունները եւ պահանջել է վերաբացել Հորմուզի նեղուցը առանց նախապայմանների եւ լրացուցիչ տուրքերի։ Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ապրիլի 17-ին Փարիզում կանցկացնեն հատուկ խորհրդաժողով քննարկելու պաշտպանական նշանակության առաքելություն, որը կապահովի նավագնացության ազատությունը։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին իր համերաշխությունն է հայտնել Լեո 14-րդ պապին, անընդունելի որակելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունները։ Թրամփը քննադատել էր Պոնտիֆիկոսին նրան անվանելով թույլ, հանցավորության դեմ պայքարում եւ սարսափելի արտաքին քաղաքականության հարցերում։ Մելոնին նշել է, որ համաձայն չէ Թրամփի հետ եւ որ չէր ցանկանա ապրել մի հասարակությունում, որտեղ կրոնական առաջնորդները կատարում են քաղաքական գործիչների հրահանգները։ Իտալիայի
վարչապետի խոսքով, չնայած այս տարաձայնությանը, ԱՄՆ մնում է երկրի ռազմավարական եւ առաջնահերթ դաշնակիցը։ Ըստ նրա, դաշնակիցների միջև անկեղծությունը եւ սեփական կարծիքն արտահայտելու քաջությունը միայն օգուտ են բերում արևմուտքին։ Майбутнє вже на полі бою. Ուկրաինան առաջին անգամ հակառակորդի ամրացված դիրքը գրավել է ցամաքային ռոբոտացված համակարգերի եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Այս գործողության ընթացքում հետևակային որևէ զինվոր չի մասնակցել գրոհին, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ Մարտական առաջադրանքը կատարվել է մի քանի փուլով։ Զինվորի փոխարեն ամենավտանգավոր եւ բաց տարածություններով առաջ են շարժվել ցամաքային ռոբոտները։ Զելենսկին նշել է, որ տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս խնայել ամենաթանկը՝ զինվորի կյանքը։ Замість воїна йшов робот. Գերմանիան եւ Ուկրաինան ստորագրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիր։ Վլադիմիր Զելենսկին Բերլինում հանդիպել է Ֆրիդրիխ Մերցի հետ, մասնակցել ուկրաինա-գերմանական միջկառավարական խորհրդակցություններին։ Գերմանիայի Զելենսկին կմեկնի Նորվեգիա, որտեղ բանակցություններ կվարի երկրի վարչապետի հետ։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նորվեգիան Ուկրաինային F-16 կործանիչների տրամադրման ծրագիրը հետաձգել է։ Ինքնաթիռները տեղ կհասնեն միայն 2027 թվականին, ինչը զգալիորեն ուշ է սկզբնապես նախատեսված 2024 թվականի ժամկետից։